Բարի երեկո։ Մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով եւ բաց բալկոնից։ Անկեղծ ասած, վերջին մի քանի օրերին հատուկ է ինձ զսպում, որպեսզի ինչ որ ժամանակ վերցնեմ եւ նոր միայն անդրադառնամ օրերս Նիկոլ Փաշինյանի հերթական սրբապատկությանը, որը հայտարարեց, թե 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ արցախցիները փախել են, հետո փորձեց չկմեղանալ, բայց ընդհանուր տրամաբանությունը դա էր, որ Արցախի պաշտպանության բանակը չի կռվել, չի պաշտպանվել, զենքերը չեն օգտագործվել։ Ճիշտ ասած, շատ վաղուց ենթադրում էի, որ սեփական մեղքը ուրիշների վրա նետելու, ուրացման, չկմեղանալու իշխանական քարոզչամեքենան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի օր գալու է այս սրբապատկությանը։ Դրա համար էլ 24 թվականի փետրվարին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղղել եմ գրավոր հարցում, երկու էջից բաղկացած, որը վերաբերվել է 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ին Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության նկատմամբ ագրեսիային եւ հարցման մի քանի կետերը։ Մի կետին հետո կանդրադառնամ։ Հարցրել եմ, արդյոք կա հստակ պատկեր, թե այդ երկու օրերին ինքնապաշտպանության ժամանակ զինծառայողներ, կամավորներ, աշխարհազորայիններ, պայմանագրայիններ, քանի հոգի է զոհվել, ինչ հանգամանքներում եւ այլն։ Մարտ ամսին, մարտի 13-ին Պաշտպանության նախարարության կողմից եկել է գրավոր պատասխան, որը եկել է գաղտնի, որպեսզի ես երբևէ հնարավորություն չունենամ հրապարակել այն զինծառայողների, այն նահատակների անունները, որոնք անհավասար կռվում, դավաճանված Հայաստանի զինված ուժերի եւ նրա բարձրագույն հրամանատարության կողմից։ Մենակ հերոսական կենաց մահու կռիվ են մղել ադրբեջանական բանակի դեմ։ Ցանկը չէի կարող հրապարակել, որովհետեւ գաղտնի էր, բայց տարբեր աղբյուրներից հավաքելով երկար ժամանակ առաջ հրապարակեցի մի ցանկ 265 նահատակ եւ անհետ կորած, ովքեր կենաց մահու պայքար են մղել այդ երկու օրը։ Ցավոք սրտի այստեղ մեղքի իր բաժինն ունի այդ օրերի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը, որ մինչև հիմա ծպտուն չի հանում, չի խոսում իր հերոսների մասին, որոնք մինչև վերջ կանգնեցին։ Օրինակ, չի խոսում Ճանկաթաղի 716 դիրքի մասին, որտեղ մարտական հերթապահություն իրականացնող 10 զինծառայողից 3-ը զոհվեցին, 2-ը վիրավորվեցին։ Չի խոսում Կարմիր ավանի ուղղությամբ 718 դիրքի մասին, որտեղ 10-ից 7-ը զոհվել է, 10-ից 7-ը մինչև վերջ կռվել է։ Չեն խոսում 812 դիրքի մասին Մարտակերտ Վան գյուղի ուղղությամբ, որտեղ հերոսական նահատակություն է ունեցել Տիգրան Ավետիսյանը։ Եվ ամեն դիրք այդպես կարելի էր հատիկ խոսել, բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունը, քաղաքական իշխանությունը փորձում էր ուրատնալ, մոռացության տալ այդ բոլոր հերոսներին։ Այս օրերին աղմուկ հանած Փաշինյանական մի հայտարարության կարևոր դրվագն է, թե մի օր փորձելու են գաղտնազերծել ու կտեսնի Հայաստանի ժողովուրդը, որ փախել է։ Սուտ է ասում եւ կանխատեսել է նման մեղադրանք։ 2024 թվական փետրվար 18 Սուրեն Պապիկյանին հարցրել է գրավոր, թե արդյոք ուսումնասիրվել են հրամանատարական կազմի ստորաբաժանումների գործունեության փոխգործակցության մարտական խնդիրների կատարման արդյունաբերության վերաբերյալ նարմս ուսումնասիրություն եղել է եւ խնդրել են պատճենը տալ։ Ինձ պատասխանել են հաշվի առնելով տեղանություն, հաշվի առնելով որ փաստաթղթերը մնացել են այնտեղ, որևէ քննություն ուսումնասիրություն չի եղել։ Հետևաբար սուտ է ասում Նիկոլ Փաշինյանը ու կեղծ հերթական մեղադրանք մանիպուլյացիան է, թե մի օր որ բացահայտեն, մի օր որ գաղտնազերծեն այդ փաստաթղթերը, պարզ կդառնա, որ Արցախի պաշտպանության բանակը չի կռվել։ Այսպիսին է ողբերգությունը եւ այսպիսին է ուրացումը։ Ուրացումը ոչ միայն 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ի մարտերին, ուրացումը նույն 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի բոլոր նահատակներին, որի մասին այլևս նույնիսկ պաշտպանության նախարարության զինուց ծրագիրը չի խոսում նրանց նահատակության օրը։ Ուրացումը այն բոլոր հերոսների, նույն Արցախի պաշտպանության բանակի կամ Արցախում տեղակայված հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկների, որոնցից շատերը 23 թվականին զոհվեցին, բայց 22 թվականի սեպտեմբերին տարբեր ուղիներով շտապել են ջերմուկ
Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու համար։ Լավ, ինչքան ստոր պետք է լինեն, որ անգամ սրա մասին չխոսեն։ Իսկ թե ով է փախել, ով է խախտել օրենքը, ով է խախտել կանոնակարգը, ով է խախտել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի կողմից ընդունված զինված ուժերի կիրառման պլանը եւ վաղը դրա համար կանգնելու է դատարանի առաջ, ցավոք սրտի պատասխանատվությունս երկրի անվտանգության ապահովության առաջ թույլ չի տալիս բացահայտել, բայց որ եղել է օրենք խախտողներ, հանցագործներ, զինվորականի մինչև Նիկոլ Փաշինյան, մի օր այդ ամենի մասին վստահաբար խոսվելու է արդարադատության առաջ։ Լավ մնացեք։